Ստրասբուրգի դատարանը Վրաստան ընդդեմ Ռուսաստանի այսպես կոչված շարունակական օկուպացիա գործով կայացրեց վճիռ փոխհատուցման հարցով։ Ինչպես նշված է Վրաստանի արդարադատության նախարարության տարածած տեղեկատվության մեջ, դատարանի որոշմամբ Ռուսաստանը պարտավոր է Վրաստանին վճարել 253 միլիոն եվրոից ավել փոխհատուցում։ Հասարակությանն արդեն հայտնի է, որ այս գործով 2024 թվականի ապրիլի 9-ին կայացված որոշմամբ Ռուսաստանին վերագրվեց ամբողջական պատասխանատվություն օկուպացված տարածքներում եւ օկուպացիոն գծի երկայնքով Վրաստանի բնակչության զանգվածային ճնշումների, կալանավորումների, հարձակումների, սպանությունների եւ նման դեպքերի հանդեպ ցուցաբերած պաշտոնական անտարբերության քաղաքականության համար, ինչը իրականացվում էր Վրաստանի տարածքների օկուպացիայի եւ այսպես կոչված սահմանագծման ֆոնին։ Այսօրվա վճիռը հանդիսանում է Ռուսաստանի դեմ հաղթած պատմական գործերի տրամաբանական շարունակությունը։ Վրաստանը ընդդեմ Ռուսաստանի այսպես կոչված արտաքսվածների գործով, որը վերաբերում է Ռուսաստանից վրացիների զանգվածային արտաքսմանը, Ստրասբուրգի դատարանը Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցրեց վճարել մինչև 10 միլիոն եվրո էթնիկ վրացիների զանգվածային արտաքսման եւ նրանց իրավունքների կոպիտ խախտումների համար։ Հասարակությանը հայտնի է նաեւ, որ Վրաստանը ընդդեմ Ռուսաստանի այսպես կոչված 2008 թվականի օգոստոսյան պատերազմի գործով կայացված վճիռը, որը Ռուսաստանի Դաշնությանը պարտադրեց մինչև 130 միլիոն եվրոյի փոխհատուցում։ Թեև Ռուսաստանի Դաշնությունը այլևս Եվրոպայի խորհրդի անդամ չէ, այն շարունակում է ունենալ իրավական պարտավորություն կատարել այդ վճիռները եւ յուրաքանչյուր ուշացած օրվա համար ենթարկվում է համապատասխան տուգանքի։ Նշված վճիռների իրականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակում Վրաստանի ակտիվ մասնակցությամբ։ Վրաստանի արդարադատության նախարարությունը շնորհակալություն է հայտնում ապացույցների հավաքագրման մեջ ներգրաված պետական մարմիններին եւ ողջ Վրաստանին շնորհավորում է այս պատմական հաղթանակի կապակցությամբ, ասված է նախարարության հայտարարության մեջ։ Սահմանադրական դատարանի մասին օրենքում կատարված փոփոխությունները ներառում են Սահմանադրության սկզբունքները խախտող քաղաքական կուսակցության հետ գործ ունեցող անձիկ զրկվում են պասիվ ընտրական իրավունքից։ Նշված է Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագծում։ Ավելի մանրամասն, ըստ փոփոխությունների, եթե սահմանադրական պահանջը բավարարվի, այդ անձիկ այլևս չեն կարողանա մասնակցել խորհրդարանական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Նրանք նաև չեն կարողանա զբաղեցնել բարձր պաշտոն, չեն կարողանա դառնալ սահմանադրությամբ նախատեսված մարմնի ղեկավարներ։ Նշված անձիկ ոչ միայն չեն կարողանա մասնակցել երկրի կառավարմանը, այլև կհեռացվան կուսակցական գործունեությունից։ Նրանց կարգելվի լինել որևէ կուսակցության անդամ, զբաղեցնել որևէ պաշտոն կուսակցական ներքին կառույցներում կամ ստեղծել նոր կուսակցություն։ Միաժամանակ իշխող թիմը նաև հայտարարել է, որ սահմանադրական հայցի վրա աշխատանքները վերջնական փուլում են։ Հայցը սահմանադրական կներկայացնի առաջիկայում։ Ընթացիկ շաբաթ խորհրդարանը արագացված կարգով կքննարկի վարչական իրավախախտումների եւ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Փոփոխությունների համաձայն հավաքի կամ ցույցի մասնակցի կողմից դիմակ կրելու, արդյունքաբեր գազ եւ կամ թունավոր նյութեր ունենալու, ինչպես նաեւ ճանապարհ փակելու կամ ժամանակավոր կառույց ստեղծելու առաջին դեպքը կհանգեցնի 15 օր վարչական կալանքի։ Կրկնելու դեպքում վարչական կալանքը կլինի 20 օր։ Վրաստանի ներքին գործերի նախարարության պահանջով դադարեցված հավաքին կամ ցույցին մասնակցելը առաջին անգամ կհանգեցնի մինչև 60 օր վարչական կալանքի։ Բացի այդ, այն անձը, ով հավաքի ժամանակ ունի զենք, հրավառության եւ այլ անձանց կյանքին ու առողջությանը վնաս հասցնելու համար նախատեսված առարկա, կենթարկվի մինչև 60 օր ազատազրկման։ Ներքին գործերի նախարարությունը թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել է 4 անձի, այդ թվում 2-ը Թուրքիայի քաղաքացիներ են։ Նրանք մեղադրվում են խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման եւ պահպանման, ինչպես նաեւ դրանց ապօրինի վաճառքին նպաստելու մեջ։ Ձերբակալվածների անձնական ավտոմեքենաների եւ ժամանակավոր բնակելի շենքերի խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առևանգել են վաճառքի համար պատրաստած տարբեր տեսակի թմրանյութեր։ Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Ոստիկանությունը Թբիլիսիում եւ շրջաններում առևանգել է հրազեն եւ զինամթերք եւ ձերբակալել է 9 անձի։ Մեղադրանքները վերաբերում են հրազենի եւ զինամթերքի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը եւ կրելուն։ Մեղադրյալների անձնական իրերի, տրանսպորտային միջոցների եւ բնակարանների խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առևանգել են տարբեր տեսակի հրազեն, հանցագործությունը պատժում է մինչեւ 7 տարի ազատազրկում։ Միգրացիայի դեպորտամենտը Վրաստանից արտաքսել է օտարերկրյա քաղաքացիների վերջին օրերին ձեռնարկած միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Իրաքի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Հորդանանի եւ Չադի 26 քաղաքացի։ Գործող օրենսդրության համաձայն արտաքսված անձանց մուտքը երկիր արգելված է։ Վրաստանի ազգային բանկի նախագահը պատվիրակության հետ մասնակցում է արժույթի միջազգային հիմնադրամի եւ համաշխարհային բանկի տարեկան հանդիպումներին։ Պատվիրակության կազմում են Վրաստանի ֆինանսների նախարարը եւ տնտեսական թիմի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մեկշաբաթյա այցի շրջանակներում Նաթիա Թուրնավան հանդիպումներ կունենա արժույթի միջազգային հիմնադրամի, Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արևելքի դեպորտամենտի ներկայացուցիչների հետ։ Նաեւ կհանդիպի համաշխարհային բանկի փոխնախագահի եւ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գործով գործադիր տնօրենի հետ։ Առողջապահության նախարարությունում Միխեիլ Սարջվելաձեի գլխավորությամբ տեղի ունեցել ազգային ուռուցքաբանական խորհրդի հերթական նիստ առողջապահության նախարարության տվյալներով օրակարգի առանցքայնում քաղցկեղի կանխարգելման եւ վաղ ախտորոշման խթանում եւ ժամանակակից բժշկական ծառայությունների հասանելիության բարելավումներ։ Նիստում նաեւ բարձրացվեց բնակչության սկրինինգային հետազոտությունների ներգրավվածությունը մեծացնելու հարցը։ Մասնագետների կարծիքով այս առումով կարևոր է ամրապնդել ընտանեկան բժիշկների դերը քաղաքացիների իրազեկությունը բարձրացնելու համար։ Ախալցիխեում տեղի ունեցել Վրաստանի գյուղատնտեսությունում մասնագիտական կրթության եւ վերապատրաստման համակարգերի արդիականացման 3-րդ տարածաշրջանային ֆորումը։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել գյուղատնտեսական գիտելիքների եւ նորարարության համակարգի վերաբերյալ իրազեկությունը։ Միջոցառումը միավորել է Վրաստանում գործող բարձրաստիճան ուսումնական հաստատությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ մասնագիտական քոլեջներին, ոլորտային ասոցիացիաներին, ծրագիրը իրականացնող կազմակերպություններին, գյուղական զարգացման գործակալության ներկայացուցիչներին եւ դոնոր կազմակերպություններին։ Վրացուղափար եկեղեցին այսօր նշում է Սվետիցխովելիի օրը։ Տոնի կապակցությամբ երկրում գործող բոլոր եկեղեցիներում եւ վանքերում մատուցվել է պատարագ, հատկապես մեծ բազմություն է եղել Մցխեթայում, որտեղ ամբողջ Վրաստանից ծխականներ էին եկել Սվետիցխովելիի տաճարում տոնական պատարագի մասնակցելու։ Տոնական պատարագը մատուցել է եպիսկոպոս Շիոն, որից հետո նա քարոզով դիմել է ժողովրդին։